Ասի դահլիճում ներառյալ մարդ կա, որ պատշաճ ձևով քննություն է հանձնել, չարչարվելով եւ վարորդական իրավունք հաստատել։ Կանայք կային 2-3, որ այս վերջերս են սկսել process-ի մեջ մտնել եւ լավ ծանոթ չունեն ըստամենայնի, ասին հա մենք կտրվել ենք, չարչարվում ենք։ Ես ուրիշ բան ասացի, եթե մեր վարորդների ընդ որում մնացածով խոստովանեցինք ներառյալ ես, որ այդ վարորդական իրավունքը բան եմ ես ինքս իմ օրինակը բերեցի, ես բնականաբար կաշառք չեմ տվել, ես այն ժամանակ երբ որ ստանում էի, հայտնի լրագրող էի, ես որ ծնկաչող աղաչե էլ, ինձ չէին թողի, որ ես քննություն տամ։ Ես հələ բանին այդ տարածքին մի 300 մետրի վրա բերին իմ բանը տվին, ասին գնա ստեղից, շուտ հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեզ հետ։ Ես ուրիշ հարց տվի, ասի, լավ, եթե վարորդների 95%-ը այս տրամաբանության մեջ է, իսկ կարող է մենք ենթադրություն անենք, որ Հայաստանում աշխատող օրինակ սանտեխնիկների 70%-ը չի համապատասխանում այն ստանդարտներին, որը անհրաժեշտ է սանտեխնիկ աշխատելու համար։